Աստծո աշկերտ բացեցիր։ Ինչ է եղել։ Հետ ես քեզ պետք է հարցնեմ, Ադանա ինչ է եղել։ Ես ու Մոնթեն եկանք դու ու Ադամը տրսում անգիտակից բարկացեիք։ Ինչ է եղել, Ադանե, պատմ ինձ հասկանա։ Դա խաբել է մեզ։ Դա խորեններ։ Իսկ Վլադս չկա։ Ուր է Վլադը։ Չգիտեմ։ Չկա։ Աչքիս լուրջ բան է։ Շտաբ օգնություն եմ զանգի Իսակը գա։ Բա երեխեն։ Վլադը երեխեն։ Հիմա լացում է։ Բայց ես իրա կողքին չեմ։ Ոյ անից վեր է տորը, որ դու ճահանդիպ էր էդ վլադին։ Զիտ էր խփում, վարկացավ վրան, հետո ծնկի իջավ։ Ներողություն խնդրեց։ Ադանե մի հատ ուշքի արի։ Ադանե։ Դուք գնացեք, ես զգուշացնեմ գամ։ Շանո, ես պեշների հետ գնում եմ։ Դուք ստեղի չուտ դուրս եկեք։ Հայդի Ադանեն նստի էլի, նստի մի հատ ուժրետ հավաքի։ Ժանո երեխեն, գնամ երեխու մոտ, լացում է, Վլադ երեխեն հիմա լացում է։ Տոթա թե ես անվատ։ Իսկ սա ինչ տուն է։ Այ մամ, այս իմ հին տունն է։ Հիմա մենք ստեղ ենք ապրելու, որ մեզ չգտնեն։ Հիշում ես այս տունը, թե չէ։ Իսկ ինչի տղես չի շարժվում։ Այ շարժվում է, զզվցիր դու քո տղով։ Իսկ ինչի Վլադս չի շնչում։ Շնչում է։ Ենքան ուժեղ է շնչում, ականջներս ծակում է։ Մի անհանգստացի այդքան։ Ինչ ասեցիր։ Դու երևի շատ ես սիրում եղբորդ, չէ՞։ Շատ եմ սիրում, ահավոր շատ եմ սիրում։ Մի անհանգստացի, եթե պետք լինի, ես իրան արհեստական շնչառություն կտամ։ Հավատում ես, չէ՞, մայրին։ Իհարկե։ Իսկ կան չար մարդիկ, որոնք ուզում են ինձ հավատացնեին և համոզեին, որ դու ուզում էիր սպանել եղբորդ Վլադիս։ Մանյան, չար մարդիկ չկան։ Կա մի հատ չար մարդ։ Ադամ անունով, որը բոլորին տրամադրում է իմ դեմ։ Ես չեմ թողել։ Դու ուզում ես չէ, որ մենք միասին լինենք։ Ես դու և Վլադս։ Այո, բոլորը միասին։ Այո, ես շատ եմ ուզում, որ այդպես լինի։ Մերելա։ Չի մեռել։ Չի մեռել։ Ադանե մի հատ հանգստացի կարող է խփնվես դու։ Վլադը չի մեռել, Ժանո։ Վայ, Ադանե, արդեն օգնեցի։ Լսում եմ ես, մի գոռա։ Հետ դու ինձ չես լսում։ Ասում եմ գնա երեխու մոտ։ Գնա երեխուն բեր տուր ինձ։ Ադանե, մի հատ վերջ տուր, հանգստացի, ասում եմ, քեզ հանգիստ է հիմա, պետք ու արի գնանք ստեղից։ Ժանո, չես լսում։
Չես լսում, որ երեխան լացում ու գնա երեխուն բեր տուր ինձ։ Գնա Ժանո։ Ազգային անվտանգության աշխատակիցը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ տանը։ Բաբչի։ Առաջին անգամը չի, ու տենց օրինավոր մարդ էլ մի ձևացի, հա? Բայց դարձի գալու համար երբեք էլ ուշ չի։ Քո դեպքում ուշ է, Վալերիկ։ Քո դեպքում շատ ուշ է, որովհետև դու այնքան հանցանք ես գործել, որ նույնիսկ փրկության ուղին փնտրելն է անհույս։ Բայց իմ հանցագործությունների համար դու ես պատասխանատու։ Արա ինչ էլ միանգամից գտնում եք ում կարելի է մեղադրել այդ հարցում։ Այդ ոնց է անում, որ միշտ այդպես չոր եք դուրս գալիս ջրից։ Հա? Լավ, մի փոքր համբերի ալիքին ձեն տամ, ասեմ հյուր ունենք։ Հա, չմոռանաս ասել, որ թանկագին հյուր։ Անպայման, կզգուշացնեմ, կասեմ թանկագին հյուր ունենք, եկելա քեզ տեսության։ Ու ասա, որ եկել եմ իր ազատության հարցը լուծելու։ Էլ մի այդքան ճոխ պետք չի։ Ինչի՞։ Այդ իր ազատության հարցը ես չեմ լուծելու։ Լավ, գնա ասա, որ ես այդքան ժամանակ չունեմ, թող շուտ դուրս գա։ Արա լսի է, Վալերիկ, հələ մի հատ դուրս արի այդ դերիցդ։ Չհասկացա։ Ինչը չհասկացար։ Հերիքա քեզ ունենց ծանրակշիռ մարդու տեղ դնես։ Լև, իմ ծանրակշիռ մարդ լինելը ոչ մեկի համար գաղտնիք չի։ Հիմա կգամ։ Խոսա, Լև, քանի կարող ես խոսա։ Այ երբ ես իմ ուզածին հասնեմ, այն ժամանակ ես կխոսամ։ Ալիկը լայախ չի անում դուրս գա, թե սպասում ա մենք մտնենք մոտը։ Չէ, բայց դու պիտի սպասես։ Ինչի՞։ Այտենց, որովհետև ալիկը տանը չի։ Ասում էիր հիվանդ է, օրերը հաշված են։ Այդ ես չէի ասում, որ լավ մտածես կհասկանաս ով էր ասում այդ։ Ուր է աղբերդ, Լև։ Դուրս է եկել մաքուր օդ է շնչում։ Յա, այդ ինչքան վատ է, այդ շատ վատ ազգում իրան, հա, որ կարողանում է դուրս գալ։ Շատ շուտ չի ազատությունը վայելում, այսինքն պիտի ունենա այդ ազատությունը վայելի, բայց ինքը այդ առայժմ չունի։ Ոչինչ, կունենա։ Աստված տա։ Կտա, արդեն տվել է։ Ադան երեխուն տուր ինձ։ Լադ տղեն կմնա ինձ մոտ, Ժանո։ Ադան երեխուն կտանենք իրա մոր մոտ։ Չէ, Ժանո։ Չենք տան իրա մոր մոտ, որովհետև Վլադը չէր ուզում, որ իրա տղեն մնար Կարմենի մոտ։ Բայց ուրիշ ելք հիմա չկա, Ադան է։ Ելք կա, միշտ էլ ելք կա, Ժանո։ Մենք պիտի Վլադին հիմա գտնենք։ Հա, ճիշտ ես ասում, շատ ճիշտ ես ասում։ Թե կարող է դու ես կարծում, որ Վլադը մեռել է, հա՞։ Նստի մի հատ, Ադան, նստի։ Ես այտենց բան չեմ կարծում։ Կներես իհարկե, որ ասում եմ, բայց եթե նման բան եղած լիներ, արդեն դիակել կլիներ։ Ժանո, սուս, մի ասա տենց բաներ, Ժանո։ Բայց ախր իրան իրոք հույս չէին տալիս։ Բոլորը զարմացած են, թե ոնց ինքը այդքան շուտ կազդուրվեց։ Չէ, մեկա չեմ հավատում, ես չեմ հավատում, ախր չէր կարա տենց բան լիներ։ Իրան հիվանդանոցից ոնց են կանտարան։ Չէին կարա, չէ, տենց բան անեին։ Հիվանդանոցից ոնց պիտի գային իրան տանեն, չէ, ես չեմ հավատում, ես մտածում եմ, որ այդ Վլադներ ու ինքը մեզ խաբեց, ասեց։ Ադան երեխուն տուր ինձ։ Չէ, ինչի, երեխեն կմնա ինձ մոտ, Ժանո, թող։ Երեխուն տուր ինձ, Ադան է։ Որ տանես տասեն գժին, չէ։ Հա, դու ի վիճակի ես հիմա երեխա պահես։ Հա, կարամ։ Ավելի լավ, քան այն գիժը։ Ու նորից եմ նշում, որ Վլադը չէր ուզում, որ իր երեխեն մնար Կարմենի մոտ։ Լավ, հանգիստ։
կյանքից։ Ճիշտ ես ասում ես, ամեն ինչը շատ տարօրինակ է։ Ու որ մտածում եմ, քո ասածները վերլուծում եմ, եթե Վլադին տարել եմ, որ խորենը գա խաղա Վլադ, այսինքն Վլադը ողջ է, ուրեմն Վլադին ինչ-որ միտեղ պահում են։ Հա, ճիշտ ես։ Իրան ուղղակի տարել են։ Որ պահեն։ Հիմա ուղղակի իրանա պետք գտնել։ Հա, ու մեզ ուղղակի մնում է իրան գտնել։ Իրան գտնել է պետք, Ադամե։ Չէ՞։ Բայց երեխեն մեզ կխանգարի այդ դեպքում, չէ՞։ Ուրեմն արի երեխուն տանենք, տանք մորը։ Ու մենք մտածենք, թե ինչ ենք անում։ Թե ինչ ենք անում, որ Վլադին շուտ գտնենք, չէ՞։ Հա։ Դու երեխուն։ Դու գիտես չէ, թե ես քեզ ինչքան եմ սիրում։ Դու չես նեղանա, չէ, որ քեզ տանենք։ Կտանենք, հետո պապայի հետ կգան քո հետևից, հա։ Ձև իզգում եմ, որ այդ Վլադը էլ չկա։ Թողնեմ, չթողնեմ։ Լավ ես սրան ինչ անեմ։ Արա ոչ մեռած ես, ոչ սաղ ես։ Բայց վնասել ես վրես։ Վատա կենտրոնացի, կողմնորոշվի։ Ես պետք է մամային ես տնից անեմ։ Բայց դու մնալու ես, հասկացար։ Դե պրծի մի խորուրդ դու, ասա հետատ ինչ անեմ, արա։ Կներ ես մորանում եմ, որ մերելները խորուրդ տալ չգիտեն։ Դե գործիր, աշխատի։ Հետաքրքիր է, տիկինդ ինչ կասի, որ քեզ ես վիճակում տեսնի։ Դա ափսոս մեր առաջին գիշերը մնաց օդում, բայց ես դրա վրա կաշխատանք նա։ Դու տենց արխային պարքի։ Լավ ինչ անեմ ես սրան թաղեմ, չթողնեմ։ Մի վախի, շնչում եմ ու արտաշնչում եմ։ Ինչ է եղել։ Նյարդերից թույլ ես։ Նյարդերից թույլ չէ, ուղղակի սպասել չեմ սիրում։ Բա։ Ո՞վ է սպասել սիրում։ Դու գիտես, որ ամեն ինչ մեր ուզելով ու մեր սիրելով լիներ, ինչքան լավ կլիներ։ Ոչ մի դժգոհ մարդ չէր լինի ընդհանրապես։ Հնարավոր է։ Բայց ոնց որ տեսնում եմ, մեր զրույցը ալիքի հետ տեղափոխվելու է։ Չէ, չկա այդպես բան։ Ժամանակ չկա։ Դու այդ աղբորդ ասա։ Ես այդքան ժամանակ չունեմ, որ նստեմ օրերով իրան սպասեմ։ Ինչ օրերով, արա հեսա գալիս ասում։ Ամեն դեպքում մեր զրույցը այսօր չի ստացվի։ Կստացվի։ Ես խոսել եմ Ալիքի հետ, հիմա որ վրա կգա։ Արդեն եկել։ Բայց այնքան վատ է, որ ինքնուրույն քայլել չի կարող։
Մեծահոգի ես, Լև, եթե սրանք քո տունն ես թողում։ Ես ավելի մեծահոգի եմ, որ ես տանն եմ, ուզում եմ քեզ օգնել։ Ներեցեք Ալեքսանդր Ակիշ, կարող եմ գնալ։ Դա գնա։ Առաջացեք, նստեք, այնտեղ կխոսենք։ Ես կարող եմ կանգնացել ձեռից վարել, բայց այ հարցը, մեր Ալիքի նուրբ ու վիրավորց իրտը կդիմանա։ Լև ինձ ոչ մի բան պետք չի։ Դուրս արա սրան։ Ալիք, մի րոպե հանգիստ։ Դու էլ ոնց որ մոռանում ես, հա, ինչ էինք պայմանավորվել։ Լավ, հիմա ես խոսեմ, թե դուք։ Առաջացեք, այնտեղ կխոսենք։ Առաջացեք։ Արի։ Կանգնեք, խնդրում եմ, կանգնեք, ես պիտի իջնեմ։ Ես հիվանդ երեխա եմ, բացեք դուռը, ես չեմ կարող, ես ֆոբիա ունեմ։ Հանգիստ նստեք։ Ոնց հանգիստ նստեմ, չեմ կարա։ Խնդրում եմ, չեմ կարա, ինձ ազատություն տվեք, ես ոչ մի բան չեմ արել։ Բացեք։ Կանգնի։ Ես գիտեմ, մամա, ես գիտեմ, եսի հաստատ են չինական բլատնա քրոջս վրա ցուցմունք տվել։ Էդ ում հետ ես խորենի։ Հա, բայց նա ինչ պիտի իմանար ավտովթարի մասին, որ մի հատ էլ քաղմաս զանգեր։ Մամա, ես իմացար էս շեշ բերանս բացեցի, որ ինչ միամիտ եմ ես արա օրս։ Խնդրում եմ, գոնե հեռախոս տվեք տուն զանգեմ, շատ եմ խնդրում, գոնե զանգեմ։ Մենք պետք է արագ քրոջդ գտնենք։ Ես էլի։ Ու արա, մամա, բայց ինչ անենք, բերել էիք, պտի պահեիք, էլի, պտի չթողեիք դուրս գար։ Ալո։ Մամ ջան, ես եմ։ Մամ, Կարմենն է։ Վայ Կարմեն ջան, ինչ լավ է որ զանգեցիր։ Ես ու աղբերդ էլ մտածում ենք որտեղ քեզ գտնենք։ Մամա ինձ բռնել են, մամա ինձ քաղմաս են տանում, խնդրում եմ, եկեք ինձ տարեք։ Ինչ արել։ Բոլոր չէ։ Հանգիստ։ Կյանքը փրկել են։ Մազից էր կախված, բայց բժիշկները փրկել են։ Հանգիստ ասեցի, մի շարժվի։ Ստենդավորված սիրտ ունես, չի կարելի քեզ շարժվել։ Ինչ։ Արա ինֆակտ ես տարել, ինչ։ Սուր ինֆակտ, բժիշկներն ասեցին, որ ինֆակտ ես տարել, հացի բերեցին ու փրկեցին քեզ։ Բա ինչ ես դու իմ կողքին։ Չհասկացա, թե իմ ներկայացումից նեղում ես, կարամ գնամ։ Աղջիկը դուրա։ Իրան չեն ստենդավորել, բայց քեզնից լավ չի, նույն օրիեք։ Բա են տականքը։ Էդ տականք ասելով որդուտ հա երևի նկատի ունես։ Մարդավերը լավ ամբողջ կյանքը, անզավակ մնա, քան դրա նման այլանդակ շարանգ ունենա։ Այդ դուք իմանաս Ադամ, բայց ես քեզ ասում եմ, եթե լակոտը ձեռս ընկավ, չէ, վիզը վրայից պոկելու եմ, աղջկաս հետ այդտեն վարվելու համար։ Միայն աղջկատ հետ չէ։ Ադամ արի կլնի ես դուրս գամ դու հանգստացել։ Ոնթե ես ուզում եմ տեսնել աղջկատ։ Դու Ադամ աղջիկս հələ պետք է ուշքի գա։ Մեզ ուզում եմ տեսնել նրան, խոսել հետը, որ հասկանամ, համոզում եմ, որ ես ճիշտ եմ լսել, որ այդ ամեն ինչը ինձ չի թվացել։ Չի թվացել ինչ։ Որեն, ինչ որ ասաց Խորենը, մենակ ես չեմ լսել, մենակ ինձ չի թվացել, ուրեր ականջներս ինձ խափած լիներ։ Ադամ ինձ թվում է ես պետք է բժիշկ կանչեմ, որտեղ դու վատ ես։ Աղջկատ կանչի, բժիշկը իմ ինչին է պետք։
Դա չես հասկանում, ասում եմ, եթե աղջիկս լավ լինի, ի վիճակի լինի խոսալու, ինքը անցամ կգա։ Պետք չէր ինձ փրկել։ Իզուր տեղը ինձ փրկեցին։ Եթե իմ Վլադը չկա, ես ամեն ինչ իզուր է։ Իմ ապրանք կյանքը իզուր է։ Ախորպես ժամանակի շուտ ենթադրություններ միանա։ Խորեն ասեց, որ դրս չկա, որ իմ Վլադը մեռել է։ Եկը մորդ է սա։ Ասելը հեշտ, ապացուցելն է դժվար։ Եթե դուք այդ փակ աչքերով քո Իվան Լագոտին հավատում ես, ես չեմ հավատում։ Եթե ես հավատացած լինեի, հիմա արդեն մեռած կլինեի։ Մեռած էիր էլի։ Մեռած էիր, վերացած էիր, երբ որ քեզ բերեցինք ստե։ Ինձ մենակ են հույսն է պահում, որ Վլադս կա։ Ինչ որտեղ Վլադս ապրում է, այդ հույսն է ինձ պահում։ Չգիտեմ, ինչ որ միտեղ, ինչ որ մեկի գերին է։ Արա ինչ որ մեկ է։ Այդ քո անասում լակտի մոտ է գերի։ Աստված ջան, մենակ թե գտնեմ տղուս։ Ժանո, հետ դառնանք, հա։ Հասկանում ես ինչ ես խոսում։ Ես միայն հասկանում եմ, Ժանո, որ այս քայլին ես չպիտի գնամ։ Մարդ ես բան է, դե ավելի վատ բան ես արել, ինչ ես արել։ Իմ գրկում Վլադը երեխան է, Ժանո։ Հետո ինչ։ Հետո է, որ ես չեմ ուզում այս երեխուն հանձնեմ Բախտիկ Մահաճուկին։ Ադան ինչ Բախտիկ Մահաճուկ, տանում եք տալիս ենք իր ընտանիքին։ Հա, ընտանիք։ Ինչ ընտանիք, Ժանո։ Այս երեխան այդ ընտանիքին պետք չի։ Ադան է, այդ ընտանիք ես երեխուն ավելի հարազատ է։ Քան ես։ Լավ է ինքդ ասեցիր։ Բայց նրանց պետք չի Վլադը երեխան, Ժան։ Ադան այս երեխու մայրը իրանց աղջիկն է։ Դու այդ Կարմենին, որ այս երեխան պետք լիներ, հիմա իմ գրկում կլիներ։ Չէ։ Վերջ, ես փոշմանեցի, Ժանո։ Ես Վլադը երեխուն չեմ տալիս, հետ եմ դառնում։ Ադանը ոնց չես տալի, մի հատ հասկացի, խնդրում եմ։ Մի հատ հասկացի ինքդ քեզ օգնի։ Այս երեխուն տանում ենք, տալիս ենք իր տատուն, պապուն, քեռուն, մորքուրին, չեմ իմանում էլ ում։ Բարապ-սարապ վեր ընկած են, թո այս երեխուն նայեն, ինչ ես ուզում։ Այս դրա համար ես չեմ վստահում այդ մարդկանց։ Ուզում ես մենք Վլադին գտնենք, չէ՞։ Ու միաժամանակ էլ ուզում ես երեխուն պահենք։ Դա ոնց է լինելու, դա անհնարին բան է, Ադան է, չի լինի։ Ժանո, դու հավատում ես, չէ՞ որ Վլադը ողջ է։ Հավատում եմ։ Այդ չես ասում, չէ՞ որ ինձ հանգստացնես։ Չէ, Ադան։ Եթե Վլադը մեռած լիներ, արդեն այդ լուրը մեզ հասած կլիներ, դիակը կլիներ ի վերջո։ Հա, Վլադը ողջ է։ Վլադը ողջ է, ու մենք իրան պարտադիր կգտնենք։ Իսկ դրա համար ցավը տանեն։ Մեզ պետք է որ երեխուն տանենք, տանք իր հարազատներին, որ մեզ չխանգարի։ Ապրես։ Դու չես մեռել։ Դու կաս, ես զգում եմ։ Ես գիտեմ։ Մենք իրար զգում ենք։ Ով այնց ծախել։ Ով այնց դրանց ձեռքը հանձնել։ Թքած ունեմ կարևորը, որ ես իմ վրեժը լուծեցի, որ ես բոլորին հայտնեցի, որ Վլադը մեռած է, իսկ նրա տեղը Խորենն է։ Ես երկուսին էլ պարտության եմ մատնել, հա, ես իմ վրեժը լուծեցի։ Վլադից էլ, Խորենից էլ, սաղից։ Ես ոնց հա բացվում։
Հանգստացիր աղջիկ ջան, հոչեկան լուրջ խնդիրներ ունես, նստի իմ հետ, հանգստացիր։ Ինչ անկադան է։ Ախպերս դու ստեմ ես սպասի միջով կանք, հա։ Դադանը իչ Հատը դեմքիդ արտետությունը փոխի, հա։ Շանո, ես ինձ մեղավոր եմ զգում։ Ես թվում է, թե ես մեծ մեղք եմ գործում։ Դադանը հիշի, որ մենք ավելի կարևոր բան ունենք անել։ Բայց լավ կնայել ես երեխուն։ Արի, ախպերս սպասի ես գնաց։ Մամա, բայց դու ինձ շատ ես ներասում, ինձ չհավատալու։ Իսկ ուրիշ ով պետք է քրոջը տանունը տար։ Մամա, լավ ստեմ ես ուսնուրա տենց բանջացած խայտարակ կրնեմ։ Ես տաղեն եմ բար, լավ մամա հավակտի գնեմ, քարված դենեմ ինչ մի կան։ Վերա։ Վայ հոս, ես ինչ հաշի Վայ, ամա, թորս։ Մենակ առանց ուզվելու, ամա։ Կկանչեք ձեր աղջիկան։ Ուզմունքը չի խանգարի։ Սա ձեր երեխան է ու բերել ենք հանձնենք ձեզ։ Բայց ո՞նց եղավ, որ դուք ձեր կամոք որոշեցիք մեր երեխուն վերադարձնել։ Ավելի լավ այդ հարցը Կարմենին տակ, որովհետև ինքն ավելի լավ կպատասխանի ձեր հարցին։ Հիմա մենք Կարմենից հարցնելու հնարավորություն չունենք, ձեզ ենք հարցնում։ Երեխուն կտաս։ Դուր։ Ժամը տենց ճիշտ չի։ Երեխուն դուր։ Ատամն է։ Օй, ջուտս։ Ես եմ շոսոն։ Իսկ կարող է հետո բլացիկը հայտնի ու իր պայմանները մեր առաջ տնի երեխես բան։ Այդ Կարմենը ձեզ բան չի ասել, հա։ Վլադը չկա։ Վլադը կորել է։ Վլադի փոխարեն իր եղբայր Խորենն է հայտնվել։ Մանրամասները ձեր աղջկանից կարող եք իմանալ։ Գնանք ատանը։ Ջան, իմ տղեն ոնց է մեծացել, մի հատ նայեմ տեսնեմ, ով ես նմանվել, իժմորը, մանյակորը, Մամա, մենք տեղ ունենք գնալու, Կարմեն չոն խաղմասում է։ Հա հասկացա, հիմա ասացդ ինչ է, երեխու հետ պիտի գնանք ոստիկանություն։ Հա, կարանք երեխու հետ էլ գնանք, կակրած կտանք իրա մամային, չէ՞։ Անմտածել մի խոսայի տղա։ Ես հիմա Մոնիկային կզանգեմ, Մոնիկան կգա, երեխու հետ կմնա, մենք էլ կգնանք։ Ես պրոստը չեմ ջոգում, ստեղ ինչ հաշիվ է, ինչ է կատարվում։ Ճիշտն ասած, ես էլ չեմ ջոգում, բայց ուզում եմ հասկանալ, սրանք որտեղ են ուզում մեզ գցած լինեն։ Ճիշտ ես ասում։ Ուй, ջան, իմ Անի գնանք։ Այդ հանգիստ տեղդ նստի հլը։ Հիմա ուշադիր լսում ես իմ հարցերին, որ ճիշտ պատասխանես։ Ես ձեր հարցերը չեմ լսելու ու չեմ պատասխանելու ու պարտավոր չեմ ձեր հարցերին պատասխանել։ Աղջիկ ջան, հանգստացի ասում եմ։ Երևի ուզում ես հոգեբաններ կանչեմ ու մի քանի հատ էլ ոստիկան, հա, որ քեզ կարգի հրավիրեն։ Ուզում եք կանչեք։ Ինչ ուզում եք արեք, ես բոլորին հայտարարելու եմ, որ դու ինձ վիրավորել ես, որ դու ինձ փորձել ես պատուհանից դուրս նետել։ Հայտարարի ինչ ուզում ես, բայց հիմա լսի հարցերս, որ ճիշտ պատասխանես դրանց։ Ես փաստաբան եմ պահանջում ու չեմ խոսի այնքան ժամանակ, մինչև փաստաբանը ստեղ չլինի։ Լև, աղբորդ համար ազատություն ես ուզում, բայց առողջությանը հետ չես հետևում, որ կարողանա այդ ազատությունը մինչև վերջ վայելել։ Լսի, քեզ ինչ ասվել է, դու են արա, քիթդ ուրիշտեղ մի մտցր։ Դու շատ ծանրություններ եք ալվարեց, Վալերի Սիրգեիչ։ Փոքր մոքր ես կարողա չդիմանաս ծանրությանը։ Ոնց որ ասածս դուրները չեկավ, հա։ Հա։ Համել թեմայից դուրսը։ Դե եկեք ճիշտ թեմայից խոսենք։ Քիչ առաջ ասում էիր ժամանակ չունեմ։ Դες առանձնապես ասելու բան չունեմ։ Ամեն ինչ կանեմ, որ մեր ալիքը մինչև կյանքի վերջ փակված չմնա։ Իմ ապերը կվճարի քեզ քո մատուցած ծառայությունների համար։ Ալիկ, դու
իմ ու Վալերիկի պայմանավորվածության հետ գործ չունես։ Դու ավելի լավ է հիշի, թե ինչ ես ասելու դատարանում։ Ու շուշուտ կրկնի, որ հանկարծ չշփոթես։ Ոչինչ, թող շփոթի։ Դու այնտեղ ես, կուղղես։ Շատ թանկ ծառայություն ես ուզում, լավ։ Դրա տակից ո՞նց ես դուրս գալու։ Դա արդեն քո գործը չի։ Ուրիշ, Վալերի Սերգեյիչ, էլ ինչ կա։ Դե որ ասել է։ Եկեք Մոնտեից խոսենք։ Որովհետև ոնց որ ինքն է ասում, թքած ունեն փողերի վրա, որ կարող են իրան առաջարկել։ Վալերի Սերգեյիչ, աշխարհում ոչ ոք թքած չունի փողերի վրա։ Ամեն ինչ որ արվում է, փողի համար է արվում։ Հա, փորձեք։ Որովհետև Մոնտեին համոզելը ես ինձ հանում եմ։ Այդքան բան։ Դու էլ Ալիկ, առողջությանդ հետևի, որ այսքան մեր արածը ջուրը չգցես։ Ինչ ես անում, արա։ Որոշել ես մեռնել, մեզ էլ տեղյակ պահի, մեզ, ինչ ես տանջում, ուր էիր գնացել։ Լալայի մոտ էի գնացել։ Մի քեզ տանջի Ադամը։ Չեմ կարողանում, Ժան։ Մտածի, որ ճիշտ ես վարվել։ Ինչ անեմ, Ժան, ինքս ինձ խաբեմ, հա։ Բա ինքդ քեզ տանջես։ Չես մտածում Վլադինի պատասխան պիտի տամ։ Ոնց պիտի ասեմ, որ երախուն տարել տվել եմ իրանց։ Ադամը հիմա կարևորը Վլադին գտնելն է, հետո մի բան կմտածեմ կարի։ Մամաս գուշ կամաց։ Չկամաց։ Դու քիչ խոսա ու արագացրու, հա։ Ասում եմ չբռնեմ, ես եկամ ես սվերա։ Այնքան եկա գնացի ես սվերա, ասում եմ մտնեմ ստե գործի, ուժը անգին են արել։ Վայ այ դուրակ, մի օր կլինի խելոք բան ասես։ Այ խելոք բան եմ ասում ներս։ Լսի, ասում եմ Մոնին կկարողանա երեխու հետ գլուխ անել։ Մամ ջան, ոնց չի կարողանա, շատ մեծ կռվեն, բարիշան, վсё իրար հետ լեզու կգտնեն, անցի գնանք դրանք ինչ արել։ Արի, արա։ Նայ։ Սկսվում է քո մուլտիկը, մի քիչ առաջ տակ։ Չէ։ Իսկ դու թորնիկս, ես Չես ուզում։ Լավ, չէ, կանջատ եմ, մենակ դու ասե, որ միասին լավ անցնեմ։ Իսկ ես կարողանայի գտնել այն։ Կարոտել էի ես քեզ։ Գիտես չէ, որ դու փոքր էիր, համարյա միշտ ես էի քեզ պահում։ Հիմա իմ երեխան էլ այսքան կլիներ։ Իմ կյանքը լրիվ այլ կերպ դասավորված կլիներ։ Ես Հենրիի հետ կլինեի, ու ինձ մենակ ու դժբախտ չէի զգա։ Ոչ մեկ չի հավատում, որ ես լավ մամա կլինեի, բայց դու կասես չէ, որ տենց է։ Հա? Բացառում են, իմ տղեն չի մահացել։ Էլի որ, մենակ էդ դու։ Դրա մտքով կանցներ մեզ բոլորին խաբել, որ իբր թե Վլադը մեռել է։ Ես ուզում եմ իմանալ, ուր է իմ Վլադը։ Այս պայն բոլորիս ուզած է դա։ Ես չեմ հասկանում, երբ անիցած ձեր մի տղան որոշել խաղալ ձեր մյուս տղային։ Եթե միայն իմանայի։ Ես էլ տեղդ։ Միամիսա տեղ եմ խաղալ։ Դե պետք է չէ, որ նշանակում են։ Չեմ ասում։ Դեսի քո ուզելով չպիտի խմես։
Հիվանդանոցում։ Այդ խելառը հիվանդանոցից սկսած արդեն Վլադ էր խաղում։ Երբ Վլադը գիտակցության եկավ, արդեն Վլադը չէր։ Դրա համար ես զգում եմ այդ խորթությունը, բայց փորձում եմ այդ խորթությունը խեղդել իմ մեջ։ Բայց հանգստացի առանց ուզվելու։ Ես նրա տարօրինակ պահվածքը վերագրում էին ամենին, ինչ տեղի ունեցավ իր հետ։ Միայն դրան։ Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ էր։ Ուղղակի մենք չէինք տեսնում։ Կուրացել էինք, չէինք նկատում։ Ու Վլադի տենց արագ ապաքինումը համարեցինք հրաշք։ Մի րոպե, եթե Ադանայի ասածով այդ ամեն ինչը սկսվել է հիվանդանոցից, ուրեմն իրան հիվանդանոցում ինչ-որ մեկը օգնել է։ Հաստատ։ Բայց Ադամ, այդ քո համար պետք է հեշտ լինի այդ բարձելը, որտեվ ես քո հիվանդանոցն է։ Վայ են աշխատողին, ով ինչ-որ ձևով խառն է այս գործին։